Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանը պետականության վերածնունդը, հայերը Արևմտյան Հայաստանը բնիկն են, կանխված կրոնական պատերազմ, Աբրահամ Գասպարյանին բացահայտումը, Մասիսը որպես խորհրդանիշ ադրբեջանցի գրականության մեջին, Արցախը տվալն քեֆ ընկանում, սուր քննադատություն խաղաղության մասին, խաղաղության խաչմերուկը, արդարության կամուրջ արևելք-արևմուտք, Թուրքիան ու Բաքուն հողմակայանը սարքելու օկուպացված Խարվաճարում, Գառնիկ Դանիելյան կալանավորել ծնողներին սեփափոխությունը։ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը հայտարարավ իրանց կառույցը տարիներ շարունակ ակտիվ մասնակցալ ազգային պայքարին ներառյալ Արցախյան Պերվի պատերազմն Հայաստանը բանակի կազմավորումը։ Հիշեցրալավ 2004-ին Շուշիում ստեղծվել Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը, 2011-ին կառավարությունը, 2013-ին ընտրված ազգային ժողովը։ Պարոն Արմենակ Աբրահամյանը ընտրվել որպես Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային խորհրդի նախագահ։ Նախագահը շեշտել Արևմտյան Հայաստանը պատմական ու իրավական հիմքերը վերականգնվել ու պետական կառույցներն ու տարիներ շարունակ մասնակցում միջազգային հարթակներին պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքներն աճին չմու որպես բնիկ ազգ։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրալ Արևմտյան Հայաստանում ձևավորելով հարուստ քաղաքակրթություն, մշակույթ ու պետական ավանդույթն է։ Այդ տարածքը իլել է հայկական պատմության, մշակույթի ու քրիստոնեական ինքնության օրանահզոր կենտրոնը։ Արևմտյան Հայաստանը քաղաքն են Վան, Էրզրում, Բիթլիս, Սեբաստիա, Կեսարիա, Տիգրանակերտ, Կարսու շատ ուրիշներ իլել հայերի պատմական հայրենիքյան բաժանների մասը։ Հնագիտական ու գրավոր վկայություններ փաստում են վեր հայերը այս տարածքներում բնակվան հալամերթ թվարկությունից առաջ առաջին հազարամյական։ Հայերի բնիկիները ոչ միայն պատմական փաստ, այլև գիտական օրինապատուցված իրողություն է, Քյոհնամեհյանների արձանագրությունն ու արտական ու հայկական թագավորություններին հուշարձանն են, մինչև հայկական գրավոր աղբյուրն են վկայում անընդհատ բնակության ու քաղաքակրթական շարունակականության մասին։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը դասեր հաղորդաշարում պատմել է Արցախի 44-օրյա կռվի օրերին կախված վտանգավոր սադրանքի մասին։ Իրանսելավը այն օրերին պատերազմը գրեցալ հայտարարվել իսլամական աշխարհի կողմից որպես ջիհադ։ Ես Արցախում եմ ելել, գրեցալ կանխենք Պակիստանի մի հատ վտանգավոր հայտարարություն։ Եթե հսնեինք վեճ Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիկ իրավիճակը ավելի ծանր կիներ։ Պակիստանը պատրաստվել իսալալ ջիհադի ունդեղ իլալն ծայրահեղ խմբավորումներ վեր ցանցը ընդգծալ Գասպարյանը։ Խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական գրական կապերը ձևավորվելիս են երկու ուղղությունով կուսակցական գաղափարախոսության ազդեցությունով ու հարևան ժողովուրդների միջև մշակութային փոխըմբռնման քաղաքական պահանջավը։ Սոցիալիստական համակարգը խրախուսելիս այլ մշակութային բարեկամությունը հինչին արդյունքում հայ հեղինակներին գործերը թարգմանվելիս են ադրբեջաներին, իսկ ադրբեջանցու ստեղծագործությունն են հայերեն։ Հայաստանում Ադրբեջանում գործող պետական հրատարակությունն են պարբերաբար տպագրելիս են նման գրականություն, բայց այդ փոխհարաբերությունները երբեմն անհավասար են իլել առաջնահերթություն այլ տրվելիս խորհրդային հայրենասիրության ժողովուրդների բարեկամությանը խրախուսող գործերին։ 1970 թվականին ադրբեջանապետական հրատարակությունը հայերենով տպագրել ադրբեջանցի գրողների ստեղծագործությունների ժողովածուն ընտիր էջեր վերնագրավը։ Գիրքը թարգմանացել է Սամվել Գրիգորյանը ու լույս տասալ 4000 տպաքանակով։ Նշանավորավ այդ ժողովածում ներառված են նաև ստեղծագործություններ վերաբերելիս են խորհրդային Հայաստանի տրանսֆորմ առանձնանալիս այլ ժողովրդական բանաստեղծ Սամեդ Վուրղունի Դիլիջանաձյուրը բանաստեղծությունը շտեղ արտահայտված այլ հիացմունք հայկական բնության հանդեպ խորհրդային մշակութային եղբայրության գաղափարի ներքո։ Տեղ համայնքի հավաքանու անդամ Արգամ Հովսեփյանը առավոտին հետ զրույցում նշալավ Հայաստանով Բաքվի միջև խաղաղություն կա վեճ, որովհետև գերին հալամ բանտերումն իսկ թշնամին շարունակում է բռնազավթված պահել հայկական տարածքն են։ Իրանսելավը իշխանությունն է խոսում չնադրբեջանական զորքերի դուսպերման մասին ու փորձում է խափին հասարակությանը ներկայացնել իրավիճակը որպես խաղաղ։ Եթե մեր վղերին իրան թշնամին նստած, ասա ինչ խաղաղություն է, մարդիկ սուսրած են, ուրխանում են, քեֆ ունանում, բայց ազգը կուրցնում է ինքնությունը, ասալ Հովսեփյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս վերջերս հայտարարավ Զանգեզուրա միջանց գոյություն օնեվեջ, այն որակելը որպես սպառնալիք Հայաստանա ինքնիշխանությանը, սա կարևոր ու ուշացած հստակեցում է Բաքվի տարածքային պահանջների ֆոնին։ Փաշինյանը ներկայացնում է խաղաղության խաչմերուկին գաղափարը ըստ վերի Հայաստանը դառնում է տրանսպորտային հանգույց վեճ օտարված տարածք, բայց հարց ամնամ, արդյոք սա ինքնիշխան դիրքորոշում թե PR քայլ է։ Հոդվածում շեշտում է առանց պատմական ու իրավական հիմքի, մասնավորապես Սևրի Դաշնագրի Արևմտյան Հայաստանի Հանրապետության մասնակցության, այս նախաձեռնությունը մնական կիսատ պռատ։ Մենակ այդ դեպքում Հայաստանը կարի հանդես գա որպես ինքնիշխան խաղացող ու արդարության պաշտպան տարածաշրջանումը։
Արցախը օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քյարբաջարում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ, գիրում է Էրմենի հաբերը։ Նշում է 3100 մետր պիծրությունի երա կառուցվող հողմակայանի նախնական հզորությունը ինականա 240 մեգավատ, վերը հետագայում կարելի հասնել մինչև 600 մեգավատի։ Հողմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2028 թվին։ Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության համաձայն մինչև 2030 թիվը երկրում նախատեսվում է հասնել մինչև 6 գիգավատ վերականգնող էներգիայի հզորության, վերի զգալի մասը 4 գիգավատ ուղղվելու է արտահանման։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարավ էր ներկայում 199 մարդ հալամ համարվում է անհետ կորած, իսկ իրենց հարազատներին կառավարության կողքին պահանջում պարզաբանումն է։ Հյուրանոցելավը փոխանակ ցավակցելի իշխանությունեն բերմանը ենթարկում անհետ կորածների ծնողներին։ Ապշեցուցիչ է, որ թե կորույս ծնողներին կալանավորել է։ Այս իշխանությունն ամեն օր ավելի սրբապիղծ որոշումներ են կայացնում, ասալ է Դանիելյանը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստա, սպասիբա աշադրության հետի պնդկացիք։